1988 թվականի մայիսի 20-ին, երբ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումը լուր հավանություն տվեց Կարեն Դեմիրճյանի հեռացմանը, Մոսկվայից արդեն ճանապարհ էր ընկել մարդը, ով պետք է լիներ նոր դեմքը հանրապետության ղեկավարության մեջ՝ Սուրեն Հարությունյանը։ Անուն, որը փետրվարյան բողոքի ալիքներին հայտնի չէր, անուն, որը չէր հնչել օպերայի հրապարակում, անուն, որը բերված էր Կենտկոմից, ինչպես բերում են նոր ռեժիսորի փոխելու ձախողված ներկայացումը, երբ թատրոնը արդեն կրակի մեջ է։ Բայց նա եկավ, երբ Ղարաբաղյան շարժումն արդեն միլիոն ոտքեր էր դարձել, երբ Սումգայիթի արյունը դեռ չէր չորացել հիշողությունից, երբ ամեն քաղաքացի գիտեր, որ Մոսկվան ստում է, երբ ասում է «կսպասենք», իսկ Բաքուն սպանում է, երբ ասում է «կարգը վերականգնելու ենք»։ 1988 թվականի մայիսը Հայաստանում էր ամենափոթորկային ամիսը, որ հանրապետությունը տեսել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Օպերայի հրապարակը դարձել էր անընդհատ ցույցի վայր։ Ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվում էին, ամեն օր նրանք պահանջում էին Ղարաբաղի միացումը, ամեն օր նրանք երգում էին, խոսում էին, կանչում էին արդարություն, եւ ամեն օր կառավարությունը չգիտեր, թե ինչ անել։ Կարեն Դեմիրճյանը, ով 14 տարի կառավարել էր հանրապետությունը, ով կառուցել էր Երևանի մետրոն, ով բացել էր Մեծամորի ատոմակայանը, ով թույլ տվել էր ստվերային տնտեսությանը ծաղկել այնպես, որ Հայաստանը դարձավ Խորհրդային Միության ամենահարուստ հանրապետություններից մեկը, այս մայիսին հասկացավ, որ նրա ժամանակն անցել է։ Նա փորձեց խոսել ժողովրդի հետ, նա փորձեց բացատրել, որ պետք է սպասել Մոսկվայի որոշմանը, բայց ժողովուրդը չէր ուզում սպասել։ Ժողովուրդը ուզում էր գործողություն, եւ Դեմիրճյանը չէր կարող տալ այն գործողությունը, որը ժողովուրդը ուզում էր, որովհետև Մոսկվան արգելել էր այդ գործողությունը։ Մայիսի 21-ին, երբ հայկական ԿԿ Կենտկոմի պլենումը հավաքվեց Երևանում, բոլորը գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Դեմիրճյանը պիտի հեռացվեր։ Հարցը միայն այն էր, թե ով է գալու նրա փոխարեն։ Եվ երբ անունը հայտարարվեց Սուրեն Հարությունյան, շատերը հարցրին՝ ով է սա։ Սուրենը հայտնի չէր լայն հանրությանը։ Նա աշխատել էր Կենտկոմի ապարատում, նա եղել էր նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, բայց նա երբեք չէր եղել հանրային դեմք, նա երբեք չէր ելույթ ունեցել մեծ հրապարակներում, նա երբեք չէր տվել հարցազրույցներ։ Նա էր համակարգի մարդ, լուռ, արդյունավետ, անտեսանելի։ Եվ հենց այդ պատճառով Մոսկվան ընտրեց նրան։ Մոսկվան ուզում էր մարդ, ով կհնազանդի հրահանգներին, մարդ, ով չի փորձի խաղալ իր սեփական խաղը, ինչպես Դեմիրճյանը երբեմն անում էր։ Մարդ, ով կհասկանա, որ նրա առաջադրանքն է ոչ թե լուծել Ղարաբաղի խնդիրը, այլ կանգնեցնել շարժումը։ Բայց Մոսկվան սխալվեց, ոչ թե սխալվեց Սուրենի ընտրության մեջ։ Մոսկվան սխալվեց կարծելով, որ Ղարաբաղյան շարժումը կարելի էր կանգնեցնել։ Մոսկվան սխալվեց կարծելով, որ հայերը կդադարեցնեին պահանջել արդարություն, եթե Կրեմլը ուղարկեր ճիշտ մարդուն։ Մոսկվան սխալվեց կարծելով, որ Խորհրդային Միությունն ունի այն ուժը, որն անհրաժեշտ է վերահսկելու իր ազգային հանրապետությունները։ Մայիսի 22-ին, երբ Սուրենը պաշտոնապես ստանձնեց ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը, նա նստեց իր նոր գրասենյակում եւ նայեց պատուհանից դեպի Երևան։ Արևը ծագում էր Արարատի լեռան վրա, քաղաքը արթնանում էր, մարդիկ գնում էին աշխատանքի, ամեն ինչ նորմալ էր երևում, բայց Սուրենը գիտեր, որ ոչինչ նորմալ չէ։ Նա գիտեր, որ օպերայի հրապարակում դեռ հազարավոր մարդիկ կան, ովքեր չեն հեռանալու, մինչև Ղարաբաղը չվերադառնա Հայաստանին։ Նա գիտեր, որ Մոսկվան երբեք չի տալու Ղարաբաղը, եւ նա գիտեր, որ նա պարտավորված է փորձել անհնարը, գտնել լուծում, որը կբավարարեցներ եւ Մոսկվային, եւ Հայաստանին։ Նա գիտեր, որ դա անհնար է, բայց նա նաեւ գիտեր, որ նա պետք է փորձի, որովհետեւ դա էր նրա պարտականությունը։ Եվ Սուրեն Հարությունյանը միշտ կատարել էր իր պարտականությունը, մինչև հիմա։ Ինչպես դառնում է մեկը Մոսկվայի մարդ։ Որն է այդ ուղին, որը տանում է քեզ դեպի պաշտոն, որը համարյա բոլորը ատում են, բայց շատերը ցանկանում են։ Սուրեն Հարությունյանի դեպքում այդ ուղին սկսվել էր 1961-ին, երբ նա ավարտել էր Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտը, գիտնական անասնաբույժի որակավորմամբ։ Անասնաբույժ, ոչ ինժեներ, ոչ տնտեսագետ, ոչ փիլիսոփա։ Անասնաբույժ, այն ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Միությունը դեռ հավատում էր, որ գյուղատնտեսությունը կարող է լուծել երկրի հացի խնդիրը։ Բայց Սուրենը չմնաց անասնաբույժ։
Նա տեսավ, որ իշխանությունը գյուղատնտես գործարաններում չէ, այլ կուսակցական ապարատում։ Եվ 1967-ին նա արդեն հայկական Լենինյան կոմսոմոլի կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Երիտասարդների կազմակերպություն։ Սովետական համակարգի երիտասարդական թևը, որտեղ սովորեցնում էին, թե ինչպես խոսել կուսակցության լեզվով, ինչպես հավատարիմ լինել, ինչպես չհարցնել անհարմար հարցեր։ Սուրենը լավ աշակերտ էր, նա սովորեց արագ։ Նա հասկացավ, որ խորհրդային համակարգում առաջընթացը չէ քո տաղանդի կամ քո մտածողության մասին։ Դա մասին է, թե ինչպես ես դու հարմարվում համակարգին, ինչպես ես դու դառնում անտեսանելի, մինչև քեզ կանչեն։ Եվ Սուրենը սովորեց լինել անտեսանելի։ 1968 թվականին, երբ նա 29 տարեկան էր, նա նայում էր Երևանին և տեսնում էր քաղաք, որը փոխվում էր։ Խորհրդային միությունը կառուցում էր նոր շենքեր, նոր գործարաններ, նոր հույսեր։ Խրուշչովի հալումը թույլ էր տվել մարդկանց շնչել մի փոքր ազատ, բայց Սուրենը նաև տեսնում էր, որ իսկական իշխանությունը չէր փողոցներում, իսկական իշխանությունը էր կենտկոմի շենքում, որտեղ կուսակցական քարտուղարները որոշում էին, թե ով կստանա բնակարան, ով կստանա աշխատանք, ով կստանա արտոնություն։ Եվ եթե դու ուզում էիր ինչ-որ բան այս համակարգում, դու պետք է լիներ մաս այդ համակարգի։ 1970-ից մինչև 78 տարիները նա աշխատեց համայնքային Լենինյան կոմսոմոլի կենտկոմում։ Այս տարիները Բրեժնևի ստագնացիայի տարիներն էին, երբ խորհրդային միությունը դադարել էր փորձեն փոխվել և սկսել էր պարզապես գոյատևել։ Բայց Հայաստանի համար այս տարիները լավ տարիներ էին։ Կարեն Դեմիրճյանը, ով դարձել էր ՀԿԿ առաջին քարտուղար 1974-ին, կառուցում էր իր փոքր կայսրությունը։ Նա բացեց Երևանի մետրոն 1975-ին, նա կառուցեց Մեծամորի ատոմակայանը, նա թույլ տվեց ստվերային տնտեսությանը ծաղկել այնպես, որ Երևանը դարձավ խորհրդային միության ամենահարուստ քաղաքներից մեկը։ Սուրենը նայում էր այս ամենին և սովորում էր։ Նա սովորում էր, թե ինչպես է Դեմիրճյանը վարվում Մոսկվայի հետ։ Դեմիրճյանը գիտեր, թե ինչը կարելի է անել և ինչը ոչ։ Կարելի էր կառուցել մետրո, կարելի էր բացել ատոմակայան։ Կարելի էր թույլ տալ մարդկանց վաստակել գումար ձորով, եթե նրանք լուռ էին մնում քաղաքականության մասին։ Բայց չէր կարելի խոսել Ղարաբաղի մասին։ Չէր կարելի հարցնել, թե ինչու Ստալինը 19-րդ թվականին որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ապրում էին հայեր, պետք է լիներ Ադրբեջանի մաս։ Դա էր կարմիր գիծը, որը ոչ ոք չէր կարող հատել։ Սուրենը հասկանում էր այս կանոնները, և նա սովորեց խաղալ այս խաղը։ 1978-ից մինչև 86 նա աշխատեց ԽՄԿԿ-ՀՔԿ կենտկոմի ապարատում։ 8 տարի։ 8 տարի, երբ նա տեսավ, թե ինչպես են կայացվում որոշումները Մոսկվայում, բայց ինչպես են դրանք թարգմանվում Երևանում։ Նա տեսավ, թե ինչպես է Դեմիրճյանը կարողանում անել այն, ինչ Մոսկվան չէր ուզում, բայց չէր կարող կանխել։ Նա տեսավ, թե ինչպես է ստվերային տնտեսությունը դառնում իրական տնտեսությունը, որովհետև պաշտոնական տնտեսությունը չէր աշխատում։ Նա տեսավ, թե ինչպես են հայերը հարմարվում համակարգին, որն արտահայտում էր նրանց, բայց դեռ տալիս էր նրանց կյանք, որը ավելի լավ էր, քան նախկինում։ Եվ նա սովորեց ամենակարևոր դասը. Մոսկվան ամեն ինչ թույլ է տալիս, եթե դու լուռ ես մնում Մոսկվայի իսկական ինտերեսների մասին։ Դեմիրճյանը կարող էր կառավարել Հայաստանը որպես իր սեփական գործը, քանի դեռ նա չէր մարտահրավերում Մոսկվայի իշխանությանը, բայց եթե նա փորձեր մարտահրավերել, նա կկորցներ ամեն ինչ մեկ օրում։ 1980-ին Սուրենը ուղարկվեց Մոսկվա սովորելու դիվանագիտական ակադեմիայում։ Դա էր մեծ պատիվ։ Դիվանագիտական ակադեմիան Մոսկվայում չէր ուղարկում պարզ կուսակցական աշխատողներին։ Այնտեղ ուղարկում էին նրանց, ում համար ունեին պլաններ, նրանց, ովքեր պետք է հասկանային, թե ինչպես է խորհրդային միությունը տեսնում աշխարհը, ինչպես է այն վարում իր արտաքին քաղաքականությունը, ինչպես է այն պաշտպանում իր ինտերեսները միջազգային ասպարեզում։ 2 տարի Սուրենը ապրեց Մոսկվայում։ Նա տեսավ Կրեմլը ոչ թե որպես հեռավոր իշխանություն, այլ որպես կենդանի մեքենա, որտեղ հազարավոր մարդիկ աշխատում էին ամեն օր, վերահսկելու կայսրություն, որը տարածվում էր 1 ժամային գոտուց մինչև 11։ Նա տեսավ, թե ինչպես են խորհրդային դիվանագետները մտածում, ոչ թե որպես ներկայացուցիչներ խորհրդային միության, այլ որպես պահապանները համակարգի, որը պետք է պաշտպանվեր ամեն գնով։ Նա տեսավ, թե ինչպես է Կրեմլը վախենում իր սեփական ժողովուրդներից ավելի, քան արտաքին թշնամիներից։
Եվ երբ նա վերադարձավ Երևան 1982-ին, նա արդեն տարբեր մարդ էր։ Նա գիտեր, թե ինչպես է աշխատում Կրեմլը, նա գիտեր, թե ինչ է Մոսկվան վախենում, եւ նա գիտեր, թե ինչը Մոսկվան երբեք չի թողնի։ 1986-ին Սուրենը դարձավ հայկական ՍՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալը։ Կառավարության երկրորդ տեղը։ Դա նշանակում էր, որ նա արդեն էլիտայի մաս էր։ Դա նշանակում էր, որ Մոսկվան վստահում էր նրան։ Եվ դա նշանակում էր, որ երբ Մոսկվան որոշի փոխել ինչ-որ բան Հայաստանում, Սուրենը կլինի այն գործիքներից մեկը, որը Մոսկվան կկարողանա օգտագործել։ Բայց ով կարող էր կանխատեսել, որ 2 տարի հետո ամեն ինչ կփոխվի այնպես արագ, այնպես արմատապես։ Որ ամբողջ համակարգը, որը Սուրենը սովորել էր եւ որին նա հավատում էր, կսկսի փլուզվել։ 1985-ին Միխայիլ Գորբաչովը արդեն 1 տարի էր Սովետական Միության ղեկավար, եւ նա խոսում էր պերեստրոյկայի եւ գլասնոստի մասին։ Վերակառուցում եւ բացվածություն։ Սուրենը լսում էր այս բառերը եւ մտածում էր, որ դրանք նշանակում են փոքր բարեփոխումներ, փոքր բացումներ, փոքր փոփոխություններ, որոնք կդարձնեին համակարգը ավելի արդյունավետ։ Նա չէր կարծում, որ այս բառերը նշանակում են հեղափոխություն։ Բայց 1988 թվականի փետրվարին Սուրենը հասկացավ, որ սխալվել է։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սովետի падգամավորները քվեարկեցին խնդրելու Մոսկվայից, որ Ղարաբաղը միացվի Հայաստանին։ Դա չէր սովորական քվեարկություն, դա էր մարտահրավեր ամբողջ խորհրդային համակարգին, որովհետև խորհրդային համակարգում հանրապետությունների սահմանները անդառնալի էին, դրանք որոշվել էին Ստալինի կողմից, եւ Ստալինի որոշումները չէին կարող մարտահրավերվել, բայց Ղարաբաղի հայերը մարտահրավերեցին։ Եվ փետրվարի 23-ին Երևանում սկսվեցին ցույցերը։ Նախ 5000 մարդ եկավ օպերայի հրապարակ, ապա 10,000, ապա 50,000, ապա 200,000։ Ամեն օր ավելի շատ մարդիկ էին գալիս։ Ամեն օր նրանք պահանջում էին միևնույնը՝ Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Ամեն օր նրանք երգում էին, խոսում էին, պահանջում էին արդարություն։ Կարեն Դեմիրճյանը փորձեց խոսել նրանց հետ։ Նա ելավ հրապարակ փետրվարի 26-ին։ Նա ասաց, որ հասկանում է նրանց։ Նա ասաց, որ Ղարաբաղը հայկական է։ Նա ասաց, որ իրավունքը հայերի կողմն է։ Բայց նա նաև ասաց, որ պետք է սպասել Մոսկվայի որոշմանը։ Պետք է օրինական ճանապարհով գնալ։ Պետք է չթռուցել իրավիճակը։ Նա խոսում էր հայերի լեզվով, բայց նա նաև փորձում էր պահպանել Մոսկվան։ Եվ դա էր անհնար բալանս։ Փետրվարի 27-ին եւ 28-ին Սումգայիթում, Ադրբեջանի քաղաքում, որը 30 կիլոմետր էր Բաքվից, սկսվեցին հայերի վրա հարձակումները։ Ջարդեր, 30 մարդ սպանվեց, հարյուրավոր վիրավորվեցին, հազարավոր փախան իրենց տներից, եւ ամբողջ Հայաստանը տեսավ հեռուստացույցով, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Նրանք տեսան, որ հայերը անապահով են Ադրբեջանում։ Նրանք տեսան, որ Մոսկվան չի պաշտպանում նրանց, եւ նրանք վախեցան։ Օպերայի հրապարակի ցույցերը ավելի ուժեղացան։ Մարդիկ այլևս չէին պահանջում միայն Ղարաբաղի միացումը։ Նրանք պահանջում էին պաշտպանություն։ Նրանք պահանջում էին, որ Մոսկվան վերջապես ընդունի, որ հայերը անապահով են Ադրբեջանում։ Եվ նրանք սկսեցին պահանջել, որ Դեմիրճյանը ավելի ուժեղ լինի Մոսկվայի հետ։ Բայց Դեմիրճյանը չէր կարող լինել ավելի ուժեղ։ Նա ուներ սահմաններ։ Նա կարող էր կառուցել մետրո, բայց նա չէր կարող փոխել հանրապետությունների սահմանները։ Նա կարող էր թույլ տալ ստվերային տնտեսությանը, բայց նա չէր կարող մարտահրավերել Մոսկվայի իշխանությանը Կովկասում։ Եվ երբ ցույցերը չդադարեցին, երբ գործադուլները սկսվեցին գործարաններում, երբ Հայաստանը դադարեց աշխատել, Մոսկվան որոշեց, որ Դեմիրճյանը խնդրի մաս է, ոչ թե լուծման։ Մարտի 9-ին Գորբաչովը հանդիպեց Դեմիրճյանի եւ Ադրբեջանի առաջին քարտուղար Քամրան Բաղիրովի հետ։ Գորբաչովը ասաց, որ Ղարաբաղի խնդիրը կմտածվի, բայց ամեն դեպքում պետք է պահպանել կայունությունը։ Դա էր ազդանշան Դեմիրճյանին, որ Մոսկվան չի փոխելու Ղարաբաղի կարգավիճակը։ Եվ Դեմիրճյանը հասկացավ, որ նա ունի ընտրություն՝ կամ հետևել Մոսկվային եւ կորցնել ժողովրդի վստահությունը, կամ հետևել ժողովրդին եւ կորցնել Մոսկվայի վստահությունը։ Նա ընտրեց փորձել երկուսն էլ, եւ այդպես նա կորցրեց երկուսը՝ եւ Մոսկվան, եւ ժողովուրդը։ Մարտի 23-ին ԽՍՀՄ Գերագույն սովետը պաշտոնապես մերժեց Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Մոսկվան ասաց ոչ, պաշտոնապես, հրապարակայնորեն։ Եվ ժողովուրդը Երևանում բարկացավ։
Նրանք տեսան, որ Մոսկվան երբեք չի տալու Ղարաբաղը, անկախ նրանից, թե քանի մարդ կդուրս գա փողոց, թե քանի գործարան կկանգնի։ Ցույցերը շարունակվեցին, ամբողջ գարնան, ամբողջ ամռան։ Դեմիրճյանը խոսեց կրկին և կրկին, բայց նրա բառերը այլևս ազդեցություն չունեին։ Մարդիկ տեսան, որ նա չի կարող օգնել նրանց։ Եվ Մոսկվան տեսավ, որ նա չի կարող վերահսկել ժողովուրդը։ Մայիսի 21-ին ՀԿԿ կենտկոմի պլենումը որոշեց հեռացնել Կարեն Դեմիրճյանին պաշտոնից։ Պաշտոնական պատճառը առողջական խնդիրն էր, բայց բոլորը գիտեին իսկական պատճառը։ Դեմիրճյանը հեռացվեց, որովհետև նա ձախողել էր կատարել անհնարը՝ միաժամանակ հաճելի լինել և Մոսկվային, և Հայաստանին։ Եվ հենց նույն օրը, մայիսի 21-ին, Մոսկվան ուղարկեց նոր մարդուն՝ Սուրեն Հարությունյանին։ Երբ Սուրենը լսեց, որ նրան նշանակել են ՀԿԿ առաջին քարտուղար, նա նստած էր իր գրասենյակում Երևանում։ Հեռախոսազանգը եկավ Մոսկվայից։ Ձայնը ասաց, որ կենտկոմի պլենումը նրան ընտրել է։ Ձայնը ասաց, որ նա պետք է անմիջապես ստանձնի պաշտոնը։ Ձայնը ասաց, որ Մոսկվան վստահում է նրան։ Սուրենը դրեց հեռախոսը և նայեց պատուհանից դուրս։ Երևանը տաք էր մայիսին, արևը պայծառ էր, փողոցներում մարդիկ քայլում էին, բայց Սուրենը գիտեր, որ օպերայի հրապարակում դեռ կային հազարավոր մարդիկ, ովքեր չէին հեռանում, ովքեր շարունակում էին պահանջել Ղարաբաղը։ Նա գիտեր, որ նա եկավ փոխարինել մարդուն, ով 14 տարի կառավարել էր Հայաստանը։ Նա գիտեր, որ նա եկավ որպես Մոսկվայի մարդ, և նա գիտեր, որ ժողովուրդը չի սիրում նրան։ Բայց նա հավատում էր, որ Մոսկվան դեռ ուժեղ է։ Նա հավատում էր, որ համակարգը դեռ կարող է վերահսկել իրավիճակը։ Նա հավատում էր, որ եթե նա խելամիտ լինի, եթե նա ուշադիր լինի, եթե նա հավասարակշռի Մոսկվայի և Հայաստանի ինտերեսները, նա կկարողանա լուծել այս խնդիրը։ Նա սխալվեց բոլոր հարցերում։ Հուլիսի 2-ին Սուրենը կանգնեց օպերայի հրապարակում առաջին անգամ։ Տաք օր էր, տասնյակ հազարավոր մարդ նայում էին նրան։ Ոմանք ծափահարեցին, որովհետև նա ՀՏԿ առաջին քարտուղարն էր, և դա էր այն, ինչ մարդիկ անում էին։ Բայց շատերը լռեցին, շատերը նայում էին նրան սառը աչքերով, նրանք գիտեին, որ նա Մոսկվայի մարդն է։ Սուրենը սկսեց խոսել։ Նա ասաց. «Ղարաբաղի հարցը կլուծվի»։ Նա ասաց. «Մենք լսում ենք ձեզ»։ Նա ասաց. «Միասին մենք գտնելու ենք արդարությունը»։ Նա օգտագործեց բառեր, որոնք ժողովուրդը ուզում էր լսել, բայց նա չասաց, թե ինչպես Ղարաբաղի հարցը կլուծվի։ Նա չասաց, թե երբ արդարությունը կգտնվի։ Նա չասաց, որովհետև նա չգիտեր։ Նա գիտեր միայն, որ Մոսկվան ասել էր ոչ, և որ Մոսկվայի ոչը չէր կարող փոխվել։ Երբ նա ավարտեց, հրապարակը ծափահարեց, բայց ցույցը շարունակվեց։ Մարդիկ չհեռացան։ Գործադուլները շարունակվեցին գործարաններում, շարժումը չդադարեց, և Սուրենը վերադարձավ իր ավտոմեքենա և հասկացավ, որ նրա խոսքերը եղել են սուտ։ Ոչ թե նա ուզում էր սուտ խոսել, բայց նա խոսում էր մի ուժի անունից, որը չէր թույլ տալիս ճշմարտությունը։ Նա խոսում էր Մոսկվայի անունից։ Եվ Մոսկվան արդեն տասնամյակներ էր ստում Ղարաբաղի մասին։ Հունիսի 23-ին Հայաստանի Գերագույն սովետը քվեարկեց Ղարաբաղի միացման օգտին։ Դա էր պատմական որոշում։ Սովետական Հանրապետության Գերագույն սովետը առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ քվեարկեց տարածքային փոփոխության օգտին, հակառակ Մոսկվայի կամքին։ Դա էր ուղիղ մարտահրավեր Կրեմլին։ Սուրենը նստած էր իր գրասենյակում, երբ նա լսեց լուրը։ Նա գիտեր, որ դա նշանակում է խնդիր։ Մոսկվան երբեք չէր թողնի, որ այս որոշումը կատարվեր։ Բայց ինքը չէր կարող կանգնեցնել Գերագույն սովետին։ Նա չէր կարող ասել հայ պատգամավորներին՝ մի քվեարկեք։ Նա չէր կարող դավաճանել իր սեփական ժողովրդին այդքան բացահայտ կերպով։ Հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն սովետի պրեզիդիումը կրկին մերժեց Ղարաբաղի միացումը։ Մոսկվան ասաց ոչ երկրորդ անգամ։ Եվ Սուրենը մնաց միջև։ Հայաստանը ասում էր այո, Մոսկվան ասում էր ոչ, և Սուրենը պետք է գտներ ճանապարհ, որն անհնար էր գտնել։ Նա փորձեց խոսել Մոսկվայի հետ, նա զանգահարեց Կրեմլ, նա խնդրեց հանդիպում Գորբաչովի հետ։ Նա ուզում էր բացատրել, որ իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է, որ ժողովուրդը չի դադարի պահանջել Ղարաբաղը, որ եթե Մոսկվան չտա որևէ հույս, իրավիճակը կվատթարանա։ Բայց Մոսկվան չէր լսում։ Կրեմլը ուներ իր սեփական խնդիրները։ Գորբաչովը պայքարում էր բազմաթիվ ճակատներում։ Պերեստրոյկան արդեն դառնում էր ավելին, քան պարզ բարեփոխումներ։ Դա դառնում էր հեղափոխություն։ Եվ Կրեմլը վախենում էր, որ եթե այն թույլ տա Ղարաբաղի միացումը Հայաստանին, ամեն հանրապետություն կսկսի պահանջել տարածքային փոփոխություններ,
Խորհրդային Միությունը կկորցնի իր սահմանները, եւ այդ էր ճանապարհը դեպի քայքայում։ Այնպես որ Մոսկվան ասաց ոչ, եւ Սուրենը մնաց միայնակ։ Ապա եկավ դեկտեմբերը։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 11, ընդամենը 41 րոպե Հայաստանում եղավ երկրաշարժ, չնայած 6.9 մագնիտուդի։ Սպիտակը, քաղաքը, որտեղ ապրում էին 25,000 մարդ, ամբողջությամբ ավերվեց։ Լենինականը, որտեղ ապրում էին 218,000 մարդ, կորցրեց իր շենքերի 80%-ը։ Երևանը, որտեղ Սուրենը նստած էր իր գրասենյակում, դողաց 98 վայրկյանով։ 25-ից 50,000 մարդ մեռավ 20 վայրկյանում։ 517,000 մարդ կորցրեց իր տունը։ Ավելի քան միլիոն մարդ ազդեց երկրաշարժից։ Սուրենը նստած էր իր գրասենյակում, երբ սեղանը սկսեց դողալ։ Պատուհանները դողացին, գրքերը ընկան դարակներից։ Նա տեսավ մարդկանց, ովքեր վազում էին դուրս շենքից, եւ ապա մի րոպե հետո դողը դադարեց։ Նա չգիտեր, թե ինչ է տեղի ունեցել Սպիտակում։ Նա չգիտեր, որ 25-ից 50,000 մարդ հենց նոր մեռել է։ Նա պարզապես տեսավ, որ Երևանում շենքերը դեռ կանգուն են եւ մտածեց, որ դա էր ուժեղ երկրաշարժ։ Բայց ոչինչ ավելին։ Ապա հեռախոսը զանգեց։ Ձայնը ասաց. Սպիտակը քանդված է։ Ձայնը ասաց. Լենինականը քանդված է։ Ձայնը ասաց. հազարավոր մեռած։ Սուրենը դրեց հեռախոսը եւ նայեց պատուհանից դուրս։ Արևը դեռ պայծառ էր, Երևանը դեռ կանգուն էր, բայց 100 կիլոմետր հյուսիս ամբողջ քաղաքներ հենց նոր անհետացել էին։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց Մոսկվա։ Նա պետք է հաղորդեր Կրեմլին, նա պետք է խնդրեր օգնություն, եւ նա հուսով էր, որ Մոսկվան արագ կարձագանքի։ Բայց Մոսկվան ուշացավ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան, երբ արդեն խավար էր, երբ Սպիտակի փլատակների տակ դեռ մարդիկ էին ողջ, երբ Լենինականում փրկարարները դեռ չէին եկել, Մոսկվան դեռ չէր ուղարկել օգնություն։ Գորբաչովը Նյու Յորքում էր, նա հանդիպում էր Ռոնալդ Ռեյգանի հետ, նա խոսում էր ցրտոցագետնության մասին, եւ երբ նա լսեց լուրը երկրաշարժի մասին, նա որոշեց չվերադառնալ անմիջապես։ Նա կարծում էր, որ երկրաշարժը լուրջ չէ։ Նա կարծում էր, որ խորհրդային համակարգը կարող է տեղափոխել այս աղետը։ Նա սխալվեց։ Դեկտեմբերի 8-ին, 24 ժամ հետո, Գորբաչովը վերադարձավ Մոսկվա։ Դեկտեմբերի 9-ին նա գնաց Սպիտակ։ Եվ երբ նա տեսավ ավերածությունը, երբ նա տեսավ փլատակները, երբ նա տեսավ մարդկանց, ովքեր փորում էին բետոնի տակ գտնելու իրենց հարազատներին, նա հասկացավ, որ դա էր ավելին քան պարզ երկրաշարժ։ Դա էր խորհրդային համակարգի ձախողման խորհրդանիշը։ Որովհետև խորհրդային համակարգը, որը պնդում էր, որ այն ամենազորը է, որ այն կարող է վերահսկել ամեն ինչ, չկարողացավ արագ արձագանքել երկրաշարժին։ Փրկարարները ուշացան, սարքավորումները բավարար չէին, վրանները չկային, դեղորայքները բավարար չէին, եւ մարդիկ մեռնում էին փլատակների տակ, որովհետև օգնությունը չէր գալիս։ Սուրենը այդ օրերին էր ամենամիայնակը, որ նա երբևէ եղել էր իր կյանքում։ Նա էր Հայաստանի փաստացի ղեկավարը, նա պետք է կազմակերպեր վերականգնումը, նա պետք է համակարգեր միջազգային օգնությունը, նա պետք է պահպաներ մարդկանց հույսը։ Բայց ինչպես, երբ Մոսկվան չէր օգնում, ինչպես, երբ սարքավորումները չկային, ինչպես, երբ վրանները չէին բավականացնում, ինչպես, երբ կես միլիոն մարդ մնաց առանց տան, եւ ձմեռը գալիս էր։ Սուրենը աշխատեց ամեն օր, ամեն գիշեր, նա հանդիպեց միջազգային կազմակերպությունների հետ, նա կազմակերպեց վրանների բաշխումը, նա փորձեց գտնել բնակարաններ փախստականների համար, ովքեր գալիս էին Ադրբեջանից եւ որ հիմա կորցրել էին տները երկրաշարժից։ Բայց դա բավարար չէր։ Ամեն ինչ, որ նա անում էր, այնը բավարար չէր։ Մարդիկ մեռնում էին, մարդիկ սառչում էին, մարդիկ կորցնում էին հույսը։ Եվ Սուրենը հասկացավ, որ Մոսկվան, որին նա այդքան հավատում էր, որ այդքան հզոր էր, որ այդքան համակարգված էր, արդեն չէր կարող փրկել նրան։ Մոսկվան արդեն չէր կարող փրկել Հայաստանը։ Մոսկվան արդեն չէր կարող փրկել ինքն իրեն։ 1989 թվականի ձմեռը Հայաստանում էր ամենադժվար ձմեռը, որ Սուրենը երբևէ ապրել էր։ Սպիտակի մարդիկ ապրում էին վրաններում, Լենինականի մարդիկ ապրում էին վնասված շենքերում, եւ օպերայի հրապարակում դեռ մարդիկ էին, ովքեր պահանջում էին Ղարաբաղը։ Երկրաշարժը չէր դադարեցրել շարժումը, ավելին, դա ուժեղացրեց այն, որովհետև հիմա մարդիկ տեսնում էին, որ Մոսկվան ոչ միայն չի տալիս Ղարաբաղը, այլև չի կարող պաշտպանել Հայաստանը երկրաշարժից հետո։ Մարդիկ տեսնում էին, որ խորհրդային համակարգը անզոր է, եւ նրանք այլևս չէին վախենում դրանից։ 1989 թվականից մինչև 90 Սուրենը ապրում էր ամեն օր,
գիտենալով, որ նա ձախողում է։ Նա ձախողում էր կանգնեցնել շարժումը։ Նա ձախողում էր վերականգնել սպիտակը եւ լենինականը։ Նա ձախողում էր պահպանել Մոսկվայի վերահսկողությունը Հայաստանում։ Եվ նա ձախողում էր, որովհետև նրա առաքելությունը անհնար էր։ Ինչպես կարող է իր կանգնեցնել շարժումը, երբ ամբողջ ազգը պահանջում էր արդարություն։ Ինչպես կարող է իր վերականգնել ավերված քաղաքները, երբ Մոսկվան չի կարող ուղարկել բավարար օգնություն։ Ինչպես կարող է իր պահպանել Մոսկվայի վերահսկողությունը, երբ Մոսկվան արդեն չի հսկում իր սեփական հանրապետությունները։ 1990-րդի մարտին Բալթյան հանրապետությունները հայտարարեցին իրենց անկախությունը։ Ապրիլին Վրաստանը հայտարարեց, որ ուզում է անկախություն։ Եվ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը արդեն վերափոխվել էր ազգային շարժման, որը պահանջում էր ոչ միայն Ղարաբաղը, այլև անկախություն Մոսկվայից։ Ապրիլի 5-ին 1990-ին Սուրեն Հարությունյանը հեռացավ ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։ Աղբյուրները տարբեր են այն մասին, թե ինչու։ Ոմանք ասում են նա հրաժարական տվեց, ոմանք ասում են նրան պաշտոնանկ արեցին, բայց մի բան հստակ է՝ Մոսկվան չարձագանքեց։ Գորբաչովը, ով նրան ուղարկել էր 1988 թվականին կանգնեցնելու Հայաստանը, չզանգահարեց 1990 թվականին շնորհակալություն ասելու։ Կրեմլը, որը նրան պահանջել էր վերահսկողություն, չզանգահարեց բացատրելու, թե ինչու նրա առաքելությունը ձախողվեց, պարզապես լռություն։ Եվ լռությունն ասում էր ամեն ինչ։ Սուրենը եղել էր միջանկյալ, անցումային դեմք, մարդը, որին օգտագործեցին, մինչև օգտագործելիք չմնաց։ Եվ երբ Մոսկվան որոշեց, որ Հայաստանը արդեն չի կարելի վերահսկել, նրանք չասացին Սուրենին, նրանք պարզապես հետ քաշվեցին, եւ Սուրենը մնաց միայնակ։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու դառնում ես անտեսանելի։ Ղարաբաղյան շարժումը, որը սկսվեց 1988 թվականի փետրվարին, չէր պարզապես տարածքային պահանջ։ Դա էր մարտահրավեր ամբողջ խորհրդային համակարգին։ Ամբողջ այն տրամաբանությանը, որով Խորհրդային Միությունը գոյատևել էր 70 տարի։ Խորհրդային համակարգի տրամաբանությունը պարզ էր, Մոսկվան գիտե ավելի լավ։ Մոսկվան որոշում է, թե որ հանրապետությունը ինչ սահմաններ ունի։ Մոսկվան որոշում է, թե ով որ տարածքում ապրի։ Մոսկվան որոշում է ամեն ինչ։ Եվ հանրապետությունները պետք է ընդունեն այդ որոշումները, բայց Ղարաբաղը բացահայտեց խորը ճաքը այս տրամաբանության մեջ։ Ստալինը, ով 1923-ին որոշել էր, որ Լեռնային Ղարաբաղը, որտեղ մեծամասնությունը հայեր էին, պետք է լիներ Ադրբեջանի մաս, արել էր դա քաղաքական պատճառներով։ Նա ուզում էր թուրքական ազգերին, ադրբեջանցիներին եւ թուրքերին տալ նվեր։ Նա ուզում էր հայերին պահել բաժանված եւ թույլ, բայց 65 տարի հետո հայերը պահանջում էին, որ այդ սխալը շտկվի։ Պահանջում էին, որ Ստալինի որոշումը, որը կայացվել էր առանց նրանց հարցնելու, փոխվի։ Եվ դա էր անթույլատրելի խորհրդային համակարգում, որովհետև եթե Ստալինի որոշումը կարող էր փոխվել, ապա ցանկացած խորհրդային որոշում կարող էր փոխվել, եւ ապա ամբողջ համակարգը կփլուզվեր։ Սուրենը հասկանում էր այս տրամաբանությունը։ Նա սովորել էր այն ամբողջ իր կյանքում, բայց նա նաև տեսնում էր, որ այս տրամաբանությունը այլևս չէր աշխատում։ Հայերը այլևս չէին ընդունում Մոսկվայի որոշումները առանց հարցաքննության։ Նրանք ուզում էին ազատություն, ուզում էին արդարություն, եւ նրանք պատրաստ էին պայքարել դրա համար։ Ամառվա ընթացքում Սուրենը փորձեց գտնել կոմպրոմիս։ Նա հանդիպեց Ղարաբաղյան կոմիտեի առաջնորդների հետ։ Նա խոսեց նրանց հետ, նա լսեց նրանց պահանջները, եւ նա փորձեց բացատրել նրանց, թե ինչու Մոսկվան չի կարող ընդունել այդ պահանջները։ Բայց Ղարաբաղյան կոմիտեն չէր ընդունում բացատրությունները։ Վազգեն Մանուկյանը, ով դարձել էր շարժման խորհրդանիշներից մեկը, ասաց Սուրենին. «Մենք չենք պահանջում անհնարը, մենք պահանջում ենք արդարությունը»։ Եվ Սուրենը չգիտեր, թե ինչ պատասխանել, որովհետև նրա համար արդարությունը եւ անհնարը նույն բանն էին։ Արդարությունը պահանջում էր, որ Ղարաբաղը վերադառնար Հայաստանին, բայց Մոսկվան երբեք չէր թույլ տալու դա, այնպես որ արդարությունը անհնար էր։ Օգոստոսին Սուրենը վերադարձավ Մոսկվա։ Նա հանդիպեց Կրեմլի պաշտոնյաների հետ։ Նա բացատրեց նրանց, որ իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է, որ ժողովուրդը չի դադարի պահանջել Ղարաբաղը, որ գործադուլները շարունակվում են, որ տնտեսությունը տուժում է, բայց Մոսկվան ուներ իր սեփական խնդիրները։ Բալթյան հանրապետություններում սկսվում էին ազգային շարժումներ։ Վրաստանում մարդիկ պահանջում էին անկախություն, Ուկրաինայում նույնպես։ Եվ եթե Կրեմլը տար Ղարաբաղը Հայաստանին, ապա բոլոր այլ հանրապետությունները կսկսեին պահանջել տարածքային փոփոխություններ։
Գորբաչովը, ով դեռ հավատում էր, որ նա կարող է փրկել Խորհրդային Միությունը բարեփոխումների միջոցով, ասաց Սուրենին. «Մենք չենք կարող փոխել սահմանները։ Եթե փոխենք մեկը, պետք է փոխենք բոլորը, եւ ապա Խորհրդային Միությունը կփլուզվի»։ Սուրենը վերադարձավ Երևան, գիտենալով, որ նա չունի լուծում։ Նա հասկանում էր Մոսկվայի տրամաբանությունը, բայց նա նաև հասկանում էր հերհայերի պահանջը, եւ նա չգիտեր, թե ինչպես համակերպել երկուսը։ Սեպտեմբերին Մոսկվան ուղարկեց զորքեր Հայաստան։ Ոչ շատ, ոչ հրամանով պահանջել որևէ բան, պարզապես նախազգուշացում։ Նախազգուշացում, որ եթե շարժումը չդադարի, Կրեմլը պատրաստ է օգտագործել ուժ։ Օպերայի հրապարակի ցույցերը դանդաղեցին, բայց չդադարեցին։ Մարդիկ վախեցան զորքերից, բայց չվախեցան բավականին, որպիսի դադարեցնեին պահանջել արդարությունը։ Եվ ապա եկավ դեկտեմբերը, եկավ երկրաշարժը, եւ ամեն ինչ փոխվեց եւս մեկ անգամ։ Երբ Սուրեն Հարությունյանը հեռացավ 1990-րդի ապրիլին, նա թողեց Հայաստան, որն արդեն այլ երկիր էր։ Խորհրդային Հայաստանը, որը նա ծառայել էր ամբողջ կյանքում, արդեն մերում էր։ Խորհրդային Միությունը, որին նա հավատում էր, արդեն փլվում էր, եւ համակարգը, որը նրան բարձրացրել էր, արդեն անհետացնում էր։ Բայց նրա պատմությունը չավարտվեց 1990-ին, եւ այստեղ է այն պարադոքսը, որը շատերը չեն հասկանում։ Սուրենը, Մոսկվայի մարդը, ով ձախողեց կանգնեցնել Ղարաբաղյան շարժումը, ով ձախողեց վերահսկել երկրաշարժից հետո քաոսը, ով կորցրեց եւ Մոսկվայի եւ Հայաստանի վստահությունը, չանհետացավ ամբողջովին։ Նա դարձավ դիվանագետ։ Հայաստանի անկախացումից հետո 1992-ից սկսած Սուրեն Հարությունյանը ծառայեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունում։ Աղբյուրները ճշգրիտ չեն այն մասին, թե որտեղ եւ երբ։ Կան վկայություններ, որ նա ծառայել է Ռուսաստանում դեսպան։ Կան նշումներ ԱՊՀ-ում ներկայացուցչի մասին։ Բայց հստակ է մեկ բան. նա չվերադարձավ բարձր քաղաքականություն, նա չհանդես եկավ հանրայնորեն։ Նա մնաց ստվերում, այնտեղ, ուր նա միշտ եղել էր ամենահարմարավետ։ Ինչու անկախ Հայաստանը, որը 1992-ին արդեն լիովին ազատ էր Մոսկվայից, պահեց Սուրեն Հարությունյանին դիվանագիտական ծառայության մեջ։ Պատասխանը բարդ է, բայց նաև պարզ։ Սուրենը, չնայած ամեն ինչին, ուներ մի բան, որը շատ հայ դիվանագետներ չունեին։ Նա ուներ կապեր Մոսկվայում, նա խոսում էր Կրեմլի լեզուն, նա ճանաչում էր մարդկանց ռուսական ապարատում։ Եվ անկախ Հայաստանը, որը 1990-րդների սկզբին դեռ շատ կախյալ էր Ռուսաստանից, էներգիայի, անվտանգության, արտանգության, առևտրի համար, պետք էր ունենար դիվանագետներ, ովքեր կարող էին արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ։ Սուրենը դարձավ այն, ինչը դարձան շատ նախկին խորհրդային ապարատչիկներ անկախ հանրապետություններում։ Նա դարձավ կամուրջ, հին համակարգի եւ նորի միջև։ Նա չէր քաղաքական առաջնորդ, նա չէր հանրային դեմք, նա էր տեխնոկրատը, ով գիտեր, թե ինչպես աշխատել բյուրոկրատիայի հետ, ինչպես կազմակերպել հանդիպումներ, ինչպես վարել բանակցություններ։ Նա էր այն մարդը, ով կարող էր զանգահարել Մոսկվա եւ ստանալ ճիշտ մարդուն հեռախոսին, որովհետեւ նա գիտեր, թե ով է ճիշտ մարդը։ 1990-րդների եւ 2000-ականների սկզբի Հայաստանը բարդ տեղ էր։ Ղարաբաղյան պատերազմը, էներգետիկ ճգնաժամը, երբ Երևանը լուսավորվում էր միայն մի քանի ժամ օրական։ Տնտեսական փակադարձությունը, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան փակեցին սահմանները։ Մոսկվայի քաղաքականությունը, որը հաճախ աջակցում էր Ադրբեջանին ավելի քան Հայաստանին։ Հայաստանը պետք է շրջահայաց լիներ, պետք է հավասարակշռեր Ռուսաստանի, Արևմուտքի, Իրանի ինտերեսները։ Եվ այդ խաղում Սուրեն Հարությունյանը, չնայած իր անցյալին որպես Մոսկվայի մարդ, կարող էր օգտակար լինել։ Բայց նա երբեք չվերականգնեց իր անունը։ Նա երբեք չդարձավ հայրենասեր։ Նա երբեք չկարողացավ լվացել Մոսկվայի մարդ պիտակը։ Հայաստանի պատմության գրքերում նրա անունը մնաց որպես մարդ, ով եկավ 1988 թվականին, երբ ամեն ինչ սկսվում էր, եւ հեռացավ 1990-ին, երբ ամեն ինչ արդեն փոխվել էր։ Մարդ, ով միջանկյալ էր, անցումային դեմք, մարդ, ով սպասարկեց միջանկյալ ժամանակահատվածը, երբ Խորհրդային Միությունը արդեն մեռնում էր, բայց դեռ չէր թաղված։ 1999 թվականի մարտի առաջին օրը Սուրեն Գուրքենի Հարությունյանը մեռավ Մոսկվայում, ոչ Երևանում, Մոսկվայում։ Նա ապրել էր 79 տարի, նա տեսել էր Խորհրդային Միության ծնունդը, ծնվել էր 1939 թվականին, երբ Ստալինը արդեն հաստատել էր իր իշխանությունը։ Նա եղել էր վկան Խորհրդային Միության փլուզմանը։
Նա ապրել էր անկախ Հայաստանում 28 տարի և մեռավ Մոսկվայում։ Ինչու Մոսկվայում։ Աղբյուրները լուռ են։ Գուցե նա այնտեղ էր բժշկական բուժման համար, գուցե նա այնտեղ ապրում էր թոշակի տարիներին, գուցե նա պարզապես այցելում էր, չգիտենք, բայց խորհրդանշական է, որ նա մեռավ այնտեղ։ Նա մեռավ քաղաքում, որը նրան ստեղծել էր։ Նա մեռավ քաղաքում, որը նրան ուղարկել էր Երևան։ Նա մեռավ քաղաքում, որը նրան թողել էր միայնակ։ Նա մեռավ այն քաղաքում, որին նա ծառայել էր ամբողջ կյանքում։ Բայց որն արդեն չէր հիշում նրան։ Երբ Սուրեն Հարությունյանը մեռավ, Հայաստանի մամուլը գրեց հակիրճ հոդվածներ։ Նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը մահացել է։ Ոչ ազգային սուգ, ոչ պետական թաղում, ոչ Կոմիտաս Պանթեոն, ուր թաղված են Հայաստանի մեծ անձինքերը, գրողները, երաժիշտները, հանրային գործիչները։ Պարզապես լուր, որ նա մեռել է։ Եվ ապա լռություն։ Եվ այս լռությունն ավելի ու ավելի խոր դարձավ տարիներով։ 35 տարի անց, երբ մենք գրում ենք այս պատմությունը, Սուրեն Հարությունյանի մասին կան շատ քիչ հղումներ հանրային տեղեկատվական դաշտում։ Հայկական Վիկիպեդիայում կա կարճ հոդված, որը թվարկում է նրա պաշտոնները, բայց չունի խորը վերլուծություն։ Պատմության գրքերում նշվում է նրա անունը, բայց միայն որպես առաջին քարտուղար 1988-ից մինչև 1990, առանց մանրամասների, առանց բացատրության, առանց փորձի հասկանալու, թե ինչպես էր նա ապրում այդ 2 տարիներին, թե ինչ էր նա մտածում, թե ինչ էր նա զգում։ Ոչ մի խորը ուսումնասիրություն, ոչ մի հատուկ վերլուծություն։ Ինչու։ Ինչու է Սուրեն Հարությունյանը դարձել անտեսանելի։ Պատասխանը բարդ է, բայց արմատներդ հասկանալի են։ Առաջին, նա չարեց մեծ բան, որը պատմությունը կհիշեր։ Նա չկանգնեցրեց Ղարաբաղյան շարժումը, նա չփրկեց Հայաստանը երկրաշարժից հետո, նա չդարձավ անկախության հերոս։ Նա պարզապես ծառայեց 2 տարի, դժվար ժամանակներում, երբ ոչ ոք չէր կարողանում իսկապես փոխել իրավիճակը։ Եվ երբ պատմությունը հիշում է ժամանակաշրջան, այն հիշում է դեպքերը, շարժումը, երկրաշարժը, անկախությունը։ Դա չի հիշում մարդուն, ով փորձեց սպասարկել այդ ժամանակը, բայց ձախողվեց։ Երկրորդ, նա էր Մոսկվայի մարդը։ Հայկական ազգային պատմագրությունում, որը շեշտում է անկախության պայքարը, Ղարաբաղյան շարժումը, հանուն ինքնորոշման հերոսությունը, Սուրենը չի տեղավորվում հերոսների կատեգորիայի մեջ։ Նա ավելի շուտ խորհրդանիշ է նրա համար, ինչին հայերը հակադրվեցին։ Նա խորհրդանիշ է Կրեմլի վերահսկողության, խորհրդային ճնշման, ժողովրդական կամքի անտեսման։ Եվ երբ ազգը պատմում է իր պատմությունը, այն ուզում է պատմել հերոսների մասին, ոչ թե այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում էին հակառակորդին։ Երրորդ, նա չմասնակցեց անկախության շինարարությանը այնպես, ինչպես շատերը սպասում էին։ Նա դարձավ դիվանագետ, բայց ոչ հանրային դեմք, նա մնաց ստվերում։ Եվ պատմությունը հիշում է բարձրաձայն մարդկանց՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին։ Դա չի հիշում ստվերում աշխատողներին, ովքեր զանգահարեցին Մոսկվա, ովքեր կազմակերպեցին հանդիպումները, ովքեր բանակցեցին նավթի գներից և գազի մատակարարման մասին։ Բայց գուցե ամենակարևոր պատճառը հետևյալն է. Սուրեն Հարությունյանը խորհրդանիշ է մի բանի, որը հայ հասարակությունը չի ուզում հիշել։ Նա խորհրդանիշ է այն մարդկանց, ովքեր ծառայեցին համակարգին, որը ճնշեց նրանց սեփական ժողովրդին։ Նա խորհրդանիշ է համակարգի մարդկանց, ովքեր գիտեին, որ համակարգը սխալ է, բայց շարունակեցին ծառայել, որովհետև դա էր միակ ճանապարհը, որը նրանք ճանաչում էին։ Նա խորհրդանիշ է կոմպրոմիսի, համակարգվածության, հավատարմության համակարգին, երբ համակարգն արդեն մահանում էր։ Եվ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, երբ Հայաստանը դարձավ անկախ, երբ Ղարաբաղյան շարժումը դարձավ ազգային եպոսի մաս, Սուրեն Հարությունյանի պես մարդիկ դարձան անհարմար հիշողություններ։ Հիշեցնում են այն մասին, որ ոչ բոլորը եղել են հերոսներ։ Հիշեցնում են, որ եղել են նաև նրանք, ովքեր փորձեցին պահպանել համակարգը, չնայած որ համակարգը արդեն մահացու հիվանդ էր։ Եվ երբ ազգը ստեղծում է իր պատմությունը, այն ուզում է հիշել հերոսներին, ոչ թե բյուրոկրատներին։ Այն ուզում է հիշել նրանց, ովքեր պայքարեցին, ոչ թե նրանց, ովքեր ծառայեցին։ Այն ուզում է հիշել Վազգեն Մանուկյանին, ով ղեկավարեց Ղարաբաղյան կոմիտեն, ոչ թե Սուրեն Հարությունյանին, ով փորձեց կանգնեցնել շարժումը։ Սուրենը չէր հերոս, բայց նա նաև չէր չարագործ։ Նա էր մարդը, ով ծառայեց համակարգին, որովհետև համակարգը նրան ասաց ծառայել։
Նա էր մարդը, ով հավատում էր, որ իր աշխատանքը կարևոր է, նույնիսկ եթե դժվար էր։ Նա էր մարդը, ով կորցրեց, երբ համակարգը փլուզվեց, բայց չլաց, որովհետև նա միշտ գիտեր, որ իշխանությունը ժամանակավոր է։ Նա էր մարդը, ով վերադարձավ աշխատանքի անկախ Հայաստանում, չնայած որ նա գիտեր, որ ժողովուրդը երբեք չի սիրելու նրան այնպես, ինչպես սիրում է իր հերոսներին։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու դառնում ես անտեսանելի։ Բայց անտեսանելիությունը նշանակում է մոռացվել, ոչ թե չգոյություն ունենալ։ Սուրեն Հարությունյանը գոյություն ուներ, նա ապրեց, նա աշխատեց, նա փորձեց, եւ նա ձախողվեց։ Բայց նրա ձախողումը չէր անձնական թուլության արդյունք, դա էր համակարգի ձախողումը։ Դա էր այն պահի ձախողումը, երբ Խորհրդային Միությունը արդեն չկարողանում էր վերահսկել իր հանրապետությունները, բայց դեռ չէր պատրաստ նրանց թողնել ազատ։ Սուրեն Հարությունյանը մեռավ Մոսկվայում։ Դա էր վերջին խորհրդանիշը նրա կյանքի։ Նա սկսեց որպես Մոսկվայի մարդ, նա մեռավ Մոսկվայում, եւ մինչև նա փորձեց լինել նաև Հայաստանի մարդը։ Բայց պատմությունը հիշում է միայն առաջինը։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու ով ես։ Սուրեն Հարությունյանի պատասխանը. դու ես անտեսանելին։ Դու ես ձայնը համակարգի, որը չկա։ Դու ես մարդը, ով ծառայեց ուժին, որն արդեն մեռնում էր, բայց դու չգիտեիր դա։ Եվ երբ այդ ուժը վերջապես մեռավ, դու մնացիր որպես վկա, այն ժամանակաշրջանի, երբ աշխարհը փոխվում էր, եւ դու չէիր կարող կանգնեցնել այդ փոփոխությունը, որովհետև ոչ ոք չէր կարող։ Պատմությունը, որը մենք պատմում ենք, ոչ միայն Սուրենի պատմությունն է, դա պատմություն է հազարավոր մարդկանց մասին ողջ Խորհրդային Միությունում, ովքեր ծառայեցին համակարգին։ Մարդիկ, ովքեր հավատացին, որ համակարգը հավերժ է, մարդիկ, ովքեր հավատացին, որ եթե նրանք հավատարիմ են, եթե նրանք աշխատասեր են, եթե նրանք հետևում են կանոններին, համակարգը կհոգա նրանց մասին։ Եվ ապա համակարգը փլուզվեց։ Եվ այդ մարդիկ մնացին որպես վկաներ այն ժամանակի, երբ ամեն ինչ փոխվեց։ Սուրենը չէր միակը։ Ամբողջ Խորհրդային Միությունում էին հարյուրավոր առաջին քարտուղարներ, հազարավոր կուսակցական քարտուղարներ, ուղղարներ, միլիոնավոր բյուրոկրատներ, ովքեր ծառայեցին համակարգին։ Եվ երբ համակարգը փլուզվեց, շատերը կորցրին ամեն ինչ՝ իրենց պաշտոնները, իրենց իշխանությունը, իրենց նույնականությունը։ Որովհետև նրանք չէին պարզապես աշխատողներ, նրանք էին համակարգի մարդիկ, եւ երբ համակարգը չկար, նրանք ով էին։ Որոշները վերադարձան սովորական կյանքին, որոշները դարձան բիզնեսմեններ նոր շուկայական տնտեսությունում, որոշները դարձան դիվանագետներ, ինչպես Սուրենը, բայց շատերը պարզապես անհետացան։ Անհետացան պատմությունից, անհետացան հիշողությունից, անհետացան ոյց, անհետացան որպես մարդիկ, ովքեր երբևէ նշանակություն ունեցան։ Սուրենի դեպքում այնինչ առանձնացնում էր նրան շատ այլ նախկին բյուրոկրատներից, այն էր, որ նա շարունակեց ծառայել։ Նա չհեռացավ մասնավոր կյանք, նա չփորձեց դառնալ հարուստ, նա շարունակեց աշխատել որպես դիվանագետ, շարունակեց ծառայել Հայաստանին, չնայած որ Հայաստանը այլևս չէր այն Հայաստանը, որին նա ծառայել էր։ Ինչու նա դա արեց։ Ինչու նա շարունակեց ծառայել, երբ նա գիտեր, որ ժողովուրդը երբեք չի սիրելու նրան։ Ինչու նա չհեռացավ պարզապես, չդարձավ անտեսանելի իսկապես, չանցավ մասնավոր կյանք, որտեղ նա կարող էր մոռացվել խաղաղությամբ։ Պատասխանը գուցե պարզ է։ Սուրենը չգիտեր, թե ինչպես լինել որևէ այլ բան, բացի համակարգի մարդուց։ Նա սովորել էր ծառայել ամբողջ իր կյանքում, սովորել էր լինել անտեսանելի, մինչև նրան կկանչեին։ Սովորել էր կերկատարել հրամանները, նույնիսկ եթե հրամանները դժվար էին։ Սովորել էր լինել հավատարիմ, նույնիսկ եթե հավատարմությունը ոչինչ չէր վերադարձնում։ Եվ երբ համակարգը փլուզվեց, երբ Խորհրդային Միությունը անհետացավ, երբ Մոսկվան այլևս չէր կանչում նրան, նա չգիտեր, թե ինչ անել։ Նա չգիտեր, թե ինչպես լինել մարդ, ով չի ծառայում։ Այնպես որ նա շարունակեց ծառայել, ոչ թե Մոսկվային այլևս, այլ Հայաստանին, ոչ թե Խորհրդային Միությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը, բայց դեռ ծառայել։ Եվ գուցե դա էր նրա վերջին ընտրությունը։ Շարունակել ծառայել, նույնիսկ երբ ծառայությունը այլևս չէր բերում պատիվ։ Շարունակել ծառայել, նույնիսկ երբ ծառայությունը այլևս չէր բերում իշխանություն։ Շարունակել ծառայել, նույնիսկ երբ ծառայությունը նշանակում էր մնալ անտեսանելի։ 1998 թվականին, երբ Սուրենը 60 տարեկան էր, Հայաստանը տոնեց իր անկախության 10-ամյակը։ 10 տարի անկախությունից։ 10 տարի որպես ազատ ազգ։
10 տարի առանց Մոսկվայի վերահսկողության։ Սուրենը նայում էր այս տոնակատարություններին հեռվից, նա չմասնակցեց պաշտոնական միջոցառումներին, նրան չհրավիրեցին խոսել, նրան չհիշեցին որպես մարդ, ով ծառայել էր Հայաստանին, որովհետև այն Հայաստանը, որին նա ծառայել էր, խորհրդային Հայաստանը, այլևս չկար։ Եվ նոր Հայաստանը չուզում էր հիշել այն մարդկանց, ովքեր ծառայել էին հին համակարգին։ Բայց Սուրենը չէր դառնչացած, նա հասկանում էր։ Նա միշտ հասկացել էր, որ պատմությունը հիշում է հաղթողներին, ոչ թե մարդկանց, ովքեր պարզապես փորձեցին անել իրենց աշխատանքը դե դժվար ժամանակներում։ Պատմությունը հիշում է Վազգեն Մանուկյանին, ով ղեկավարեց շարժումը։ Պատմությունը հիշում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ով դարձավ առաջին նախագահը։ Պատմությունը հիշում է նրանց, ովքեր պայքարեցին անկախության համար։ Պատմությունը չի հիշում Սուրեն Հարությունյանին, ով փորձեց կանգնեցնել շարժումը։ Պատմությունը չի հիշում մարդուն, ով եկավ Մոսկվայից 1988 թվականին և հեռացավ 1990-ին։ Պատմությունը չի հիշում մարդուն, ով ծառայեց համակարգին, երբ համակարգն արդեն էրում էր։ Բայց գուցե դա լավ է, գուցե Սուրենը չէր ուզում, որ հիշվեր։ Գուցե նա հասկանում էր, որ նրա դերը պատմության մեջ էր լինել անցումային դեմք, մարդ, ով սպասարկեց միջանկյալ ժամանակը, երբ մեկ աշխարհը մեռնում էր և մեկ այլը ծնվում էր։ Եվ գուցե նա ընդունեց այն։ Երբ Սուրենը մեռավ 1999 թվականին, Հայաստանի մամուլը գրեց հակիրճ հոդվածներ։ Որոշ օրաթերթեր նշեցին, որ նա եղել է ՀԿԿ առաջին քարտուղար։ Որոշները նշեցին, որ նա եղել է դիվանագետ անկախ Հայաստանում։ Բայց ոչ ոք չգրեց երկար հոդված նրա կյանքի մասին։ Ոչ ոք չփորձեց վերլուծել նրա դերը պատմության մեջ։ Ոչ ոք չհարցրեց, ինչպես էր լինել Մոսկվայի մարդ այն ժամանակներում, երբ Մոսկվան արդեն կորցնում էր իր կայսրությունը։ Եվ գուցե դա էր ճշմարիտ անտեսանելիությունը։ Ոչ պարզապես մոռացվելը, այլ երբեք իսկապես չտեսնվելը, երբեք իսկապես չհսկապես չհասկացվելը, երբեք իսկապես չգնահատվելը, ոչ թե որպես հերոս, ոչ թե որպես չարագործ, այլ պարզապես որպես մարդ, ով փորձեց անել իր լավագույնը անհնար իրավիճակում։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու դառնում ես անտեսանելի։ Բայց ինչ տեսակի անտեսանելիություն, ֆիզիկական անտեսանելիություն, երբ դու պարզապես անհետանում ես, պատմական անտեսանելիություն, երբ պատմությունը քեզ մոռանում է, թե գոյական անտեսանելիություն, երբ դու շարունակում ես ապրել, բայց ոչ ոք այլևս չի տեսնում քեզ իսկական դերում։ Սուրենի դեպքում դա էր բոլոր երեքը։ Նա ֆիզիկապես անհետացավ հանրային կյանքից 1990-ից հետո։ Նա պատմականորեն մոռացվեց, դարձավ հոդվածում մեկ տող, մի պաշտոն, մի ամսաթիվ։ Եվ նա գոյականորեն անտեսանելի էր, նույնիսկ երբ նա դեռ աշխատում էր որպես դիվանագետ, ոչ ոք իսկապես չէր տեսնում նրան այն համար, ինչ նա իսկապես էր։ Մարդ, ով փորձեց հավասարակշռել անհավասարակշռելին։ Մարդ, ով ծառայեց երկու տերերի, երբ երկու տերերը կռիվ էին սկսել։ Մարդ, ով կորցրեց, որովհետև հաղթանակը անհնար էր։ Եվ գուցե այդ է ամենածանր մասը։ Ոչ պարզապես կորցնելը, այլ կորցնելը խաղում, որտեղ հաղթելը երբեք հնարավոր չէր։ Կորցնելը առաքելության մեջ, որը սկզբունքորեն ծախողման էր դատապարտված։ Կանչվելը կատարելու անհնարը և ապա մեղադրվելը ծախողման համար։ Սուրենը երբեք չբողոքեց, նա երբեք հանրայնորեն չարդարացրեց իրեն, նա երբեք չգրեց հուշագրություններ, նա երբեք չտվեց հարցազրույցներ բացատրելու իր տեսակետը, ասելու իր պատմությունը, պաշտպանելու իր ընտրությունները։ Եվ գուցե դա էր նրա վերջին արարքը որպես համակարգի մարդ։ Համակարգի մարդիկ չբողոքում են, նրանք չարդարացնում են, նրանք պարզապես կատարում են իրենց պարտականությունը և ընդունում են հետևանքները։ Եվ երբ պարտականությունը ավարտվում է, երբ համակարգը այլևս քեզ չի պահանջում, դու լուռ հեռանում ես։ Դու չես պատմում քո պատմությունը, դու թույլ ես տալիս, որ պատմությունը պատմի քո պատմությունը։ Եվ եթե պատմությունը որոշում է մոռանալ քեզ, դու ընդունում ես դա։ Սուրենը ընդունեց։ Նա ապրեց իր վերջին տարիները լուռ։ Նա աշխատեց որպես դիվանագետ, վարեց իր բանակցությունները, կատարեց իր պարտականությունները։ Եվ երբ նա մեռավ Մոսկվայում, նա մեռավ որպես մարդ, ով արեց ինչ նրանից սպասվում էր, նույնիսկ երբ սպասվածը անհնար էր։ Եվ գուցե դա է ամենալավ բացատրությունը նրա կյանքի։ Նա արեց ինչ նրանից սպասվում էր։ Եվ երբ այն, ինչ սպասվում էր, անհնար էր, նա ձախողվեց։ Բայց նա չդադարեց փորձել, նա չդադարեց ծառայել, նա չդադարեց լինել այն, ինչ նա միշտ եղել էր՝ համակարգի մարդ։
նույնիսկ երբ համակարգը չկար։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու ով ես։ Սուրեն Հարությունյանի պատասխանը, այնքան որքան մենք կարող ենք իմանալ, հետևյալն էր. դու ես նույն մարդը, ով դու միշտ եղել ես։ Դու պարզապես այլևս չունես ուժը, որը քեզ սահմանում էր, բայց դու դեռ ունես քո պարտականության զգացումը, դու դեռ ունես քո ծառայության մտածողությունը, դու դեռ ունես քո լռությունը։ Եվ գուցե դա բավարար է մեկի կյանքի համար։ Երբ մենք խոսում ենք Սուրեն Հարությունյանի անտեսանելիության մասին, մենք պետք է հասկանանք, որ դա չէր պարզապես անձնական ձախողում։ Դա էր խորհրդանշական անտեսանելիություն։ Անտեսանելիություն, որը տեղի ունեցավ հազարավոր մարդկանց հետ ամբողջ խորհրդային տարածքում։ Խորհրդային միությունը ստեղծել էր ամբողջ դաս մարդկանց, ովքեր սահմանվում էին իրենց դերով համակարգում։ Կուսակցական քարտուղարներ, բյուրոկրատներ, տեխնոկրատներ, մարդիկ, ովքեր միշտ եղել էին ներսում, ովքեր միշտ ծառայել էին համակարգին, ովքեր միշտ հավատարիմ էին եղել։ Եվ երբ համակարգը փլուզվեց, այս մարդիկ կորցրին ոչ միայն իրենց աշխատանքները, նրանք կորցրին իրենց նույնականությունը, որովհետև նրանց օվությունը կախված էր համակարգից։ Եվ երբ համակարգը չկար, նրանք ով էին։ Անկախ Հայաստանում, որը ծնվեց 1991-ին, պետք էր նոր հերոսներ։ Պետք էր մարդիկ, ովքեր պայքարել էին անկախության համար, մարդիկ, ովքեր դիմադրել էին Մոսկվային, մարդիկ, ովքեր ներկայացնում էին նոր Հայաստանը։ Սուրեն Հարությունյանը չէր այդ մարդկանցից մեկը։ Նա ներկայացնում էր հին համակարգը։ Նա ներկայացնում էր Մոսկվայի վերահսկողությունը։ Նա ներկայացնում էր այն, ինչից Հայաստանը փորձում էր ազատվել։ Եվ այդպես նա դարձավ անտեսանելի։ Ոչ որովհետև նա չարագործություններ էր արել, ոչ որովհետև նա դավաճանել էր, այլ պարզապես որովհետև նա ներկայացնում էր անցյալը։ Եվ Հայաստանը ուզում էր ապագա։ Բայց անտեսանելիությունը չի նշանակում, որ Սուրենը դադարեց գոյություն ունենալ։ Նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, շարունակեց ծառայել։ Ոչ թե Խորհրդային Միությանը այլևս, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այստեղ է խորը պարադոքսը։ Անկախ Հայաստանը, որը պայքարել էր ազատվելու Մոսկվայի վերահսկողությունից, դեռ պետք էր մետքեր Մոսկվայի հետ հարաբերություններ, պետք էր էներգիա Ռուսաստանից, պետք էր առևտուր, պետք էր անվտանգություն։ Եվ ում էր Հայաստանը պետք, որպեսզի կառավարեր այս հարաբերությունները։ Մարդիկ, ովքեր խոսում էին ռուսերեն, մարդիկ, ովքեր ճանաչում էին Մոսկվայի բյուրոկրատներին, մարդիկ, ովքեր հասկանում էին, թե ինչպես է Կրեմլը մտածում, մարդիկ ինչպիսին էր Սուրեն Հարությունյանը։ Այդպես Մոսկվայի մարդը դարձավ անկախ Հայաստանի դիվանագետը։ Այդպես խորհրդային բյուրոկրատը դարձավ հանրապետական ծառայողը։ Այդպես անցյալի խորհրդանիշը դարձավ անհրաժեշտ գործիքը ներկայի համար։ Բայց նա երբեք չվերականգնեց իր հանրային դեմքը, նա երբեք չդարձավ հայտնի, նա երբեք չդարձավ սիրված, նա մնաց այն, ինչ միշտ եղել էր՝ գործիք, ծառայող, անտեսանելի մարդ, ով աշխատում էր ստվերում։ Եվ երբ նա մեռավ 1999 թվականին, նա մեռավ հենց այնպես, անտեսանելի։ Սուրեն Հարությունյանի պատմությունը ավելին է, քան մեկ մարդու կենսագրությունը։ Դա պատմություն է համակարգի մասին, որը փլուզվեց, բայց նախքան փլուզվելը շարունակեց պահանջել, որ մարդիկ ծառայեն նրան։ Դա պատմություն է լուռության մասին, այն լուռության, որը գալիս է, երբ պատմությունը որոշում է, թե ում հիշել և ում մոռանալ։ Դա պատմություն է ընտրության մասին, այն ընտրության, երբ բոլոր տարբերակները վատ են, բայց դու դեռ պետք է ընտրես։ Երբ մենք նայում ենք Սուրենի կյանքին 1939 թվականից մինչև 1999 թվական, մենք տեսնում ենք մարդ, ով անցավ ամբողջ ճանապարհը խորհրդային համակարգի մեջ։ Նա ծնվել է այն ժամանակ, երբ Ստալինը հաստատում էր իր իշխանությունը։ Նա մեծացավ Խորհրդային Միության ինդուստրիալացման և կոլեկտիվիզացիայի տարիներին։ Նա սովորեց բարձրագույն կրթություն ստանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա սկսեց իր կարիերան Կոմսոմոլում Խրուշչովի ժամանակաշրջանում։ Նա աճեց Կենտկոմում Բրեժնևի ստագնացիայի տարիներին։ Նա սովորեց Դիվանագիտական ակադեմիայում Մոսկվայում հենց նախքան Գորբաչովի պերեստրոյկան։ Եվ նա հասավ իր գագաթնակետի ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնին, ճիշտ այն պահին, երբ պերեստրոյկան դարձավ հակափոխում, երբ գլասնոստը դարձավ պայթյուն, երբ ազգային շարժումները խզեցին Խորհրդային Միությունը ներսից։ Այս պատմությունը չէ միայն Սուրենի մասին, դա պատմություն է հազարավոր մարդկանց մասին ողջ Խորհրդային Միությունում, ովքեր ծառայեցին համակարգին, ովքեր հավատացին, որ համակարգը հավերժ է, և ապա տեսան, թե ինչպես է այն փլվում։
Դա պատմություն է նրանց մասին, ովքեր չեն դարձել հերոսներ, ովքեր չեն դարձել չարագործներ, այլ պարզապես անտեսանելիներ։ Մարդիկ, ովքեր սպասարկեցին համակարգը, եւ երբ համակարգը փլուզվեց, նրանք մնացին առանց նույնականության։ Բայց անտեսանելիությունը նաև նշանակում է մի բան կարևոր։ Դա նշանակում է, որ պատմությունը որոշել է, որ դու չես արժանի հիշողության։ Եվ հարցը, որը մենք պետք է տանք մեզ, հետևյալն է. արդար է դա։ Սուրեն Հարությունյանը չեղավ հերոս Ղարաբաղյան շարժման մասին։ Նա չկանգնեցրեց ցույցերը, նա չփրկեց Հայաստանը երկրաշարժից հետո, նա չասաց Մոսկվային ոչ։ Բայց արդյոք նա պետք է ասեր։ Արդյոք նա կակնակարող էր ասել։ Եվ արդյոք մենք պետք է մեղադրենք նրան, որ նա չկատարեց անհնարը։ Այս է այն հարցը, որը մեզ տանջում է։ Երբ մենք մտածում ենք Սուրենի մասին։ Նա եկավ պաշտոն 1988-ին։ Ժողովուրդը պահանջում էր Ղարաբաղ։ Մոսկվան ասում էր ոչ։ Սուրենը խոստացավ լուծել հարցը, բայց նա չէր կարողանում լուծել, որովհետև հարցի լուծումը չէր կախված նրանից։ Հարցի լուծումը կախված էր Մոսկվայից, եւ Մոսկվան որոշել էր ոչ։ Եվ երբ դու ես միջնորդը ուժի եւ ժողովրդի միջև, երբ ուժն ասում է ոչ եւ ժողովուրդը ասում է այո, դու ինչ կարող ես անել։ Ապա եկավ երկրաշարժը։ 25-ից 50 հազար զո, կես միլիոն անօթևան, քաղաքներ ավերված, գյուղեր անհետացած, եւ Սուրենը պետք է կառավարեր այս աղետը։ Բայց ինչպես, երբ Մոսկվան ուշանում էր օգնություն ուղարկել։ Ինչպես, երբ միջազգային օգնությունը մեծ էր, բայց անկազմակերպ։ Ինչպես, երբ Հայաստանը արդեն տնտեսական ճգնաժամի մեջ էր Ադրբեջանի շրջափակման պատճառով։ Սուրենը կատարեց ինչ կարողացավ։ Նա համակարգեց վերականգնման աշխատանքները։ Նա հանդիպեց միջազգային օգնության կազմակերպությունների հետ։ Նա փորձեց պահպանել մի փոքր կարգ քաոսի մեջ։ Բայց դա բավարար չէր։ Ժողովուրդը ուզում էր ավելին, Մոսկվան չէր կարող տալ ավելին, եւ Սուրենը մնաց միջև, չհասնելով ոչ մեկի սպասելիքներին։ 1990-ին Սուրենը հեռացավ։ Նոր առաջին քարտուղար եկավ Վլադիմիր Մովսիսյանը։ Բայց Մովսիսյանը նաև մնաց միայն մի քանի ամիս։ Եվ ապա եկավ Ստեփան Պողոսյանը։ Եվ ապա 1991-ին Հայաստանը հայտարարեց անկախություն։ Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը անհետացավ։ Եվ Սուրենը, ով 2 տարի զբաղեցրել էր այդ պաշտոնը, ով փորձել էր կառավարել Հայաստանը, հայտնվեց որպես անցյալի մնացորդ, որպես խորհրդանիշ համակարգի, որը այլևս չկար։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Սուրենը շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, շարունակեց ծառայել, արդեն ոչ թե խորհրդային միությանը, այլ անկախ Հայաստանին։ Նա դարձավ դիվանագետ, նա ծառայեց որպես դեսպան, եւ երբ նա մեռավ 1999 թվականին, նա մեռավ որպես մարդ, ով արեց իր պարտականությունը, նույնիսկ եթե պարտականությունը անհնար էր։ Երբ մենք մտածում ենք Սուրեն Հարությունյանի մասին, մենք պետք է հարցնենք մեզ, ո՞րն է իրական դավաճանությունը։ Արդյոք դավաճանություն է ծառայել համակարգին, որը քեզ ստեղծել է։ Արդյոք դավաճանություն է չանել այն, ինչը դու չես կարող անել։ Արդյոք դավաճանություն է մնալ լուռ, երբ խոսելը նշանակում է կորցնել ամեն ինչ։ Արդյոք դավաճանություն է ընտրել Մոսկվան, երբ Հայաստանը պահանջում է, որ դու ընտրես Հայաստանը։ Կամ արդյոք իրական դավաճանությունը մեկ այլ բան է։ Արդյոք իրական դավաճանությունը այն համակարգինն է, որը ստեղծում է մարդկանց, ովքեր պետք է ընտրեն իրենց ժողովրդի եւ իրենց կարիերայի միջև։ Արդյոք իրական դավաճանությունը այն համակարգինն է, որը ասում է. դու պետք է կատարես անհնարը կամ դու ձախողել ես։ Արդյոք իրական դավաճանությունը Մոսկվայինն է, որը ուղարկեց Սուրենին Երևան եւ ապա լուր հետ քաշվեց, երբ Սուրենը ձախողվեց կատարել անհնարը։ Սուրենը չէր հերոս, բայց նա նաև չէր դավաճան։ Նա էր մարդ, ով գտնվեց սխալ տեղում, սխալ ժամանակում, սխալ հանգամանքներում։ Նա էր մարդը, ում հանձնարարեցին առաքելություն, որը սկզբունքորեն անհնար էր։ Եվ երբ նա ձախողվեց, պատմությունը որոշեց մոռանալ նրան։ Որովհետև պատմությունը չի սիրում ձախողողներին, նույնիսկ երբ ձախողողները ձախողվեցին, որովհետև առաքելությունը անհնար էր։ Եվ նա վճարեց գինը անտեսանելիությամբ։ Ոչ թե ֆիզիկական անտեսանելիություն, նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, այլ պատմական անտեսանելիություն, գոյական անտեսանելիություն։ Այն անտեսանելիությունը, երբ դու դեռ գոյություն ունես, բայց ոչ ոք չի տեսնում քեզ այնպես, ինչպես դու իսկապես ես։ Երբ դու դառնում ես պարզապես ամսաթիվ պատմության գրքում, պարզապես պաշտոն, պարզապես անուն առանց պատմության։
Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու դառնում ես անտեսանելի։ Բայց անտեսանելիությունը չի նշանակում, որ դու չես եղել։ Սուրեն Հարությունյանը եղել է, նա ապրել է, նա աշխատել է, նա փորձել է, եւ նա ձախողվել է։ Բայց գուցե ձախողումը չէր իրականում նրա ձախողումը։ Գուցե ձախողումը էր ամբողջ համակարգի ձախողումը, այն համակարգի, որը ստեղծեց մարդկանց, ովքեր պարտավորված էին ծառայել երկու տերերի, եւ երբ երկու տերերը հակասության մեջ էին, պարտավորված էին ընտրել եւ ում էլ որ ընտրեին, ենկորցնում էին։ Համակարգի, որը ստեղծեց իրավիճակներ, որտեղ ճիշտ ընտրություն չկար, միայն տարբեր տեսակի սխալ ընտրություններ։ Սուրենը ընտրեց Մոսկվան եւ կորցրեց Հայաստանը։ Բայց եթե նա ընտրեր Հայաստանը, նա կկորցներ Մոսկվան եւ կկորցներ նաեւ իր պաշտոնը եւ կկորցներ ամեն հնարավորությունը անել որևէ բան։ Դա էր անհնար ընտրությունը, եւ մենք չպետք է մեղադրենք նրան, որ նա ընտրեց այնպես, ինչպես ընտրեց, որովհետեւ ինչպիսի ընտրություն դա էր, ընտրել կորցնելու միջև եւ կորցնելու միջերև։ Սուրեն Հարությունյանը մեռավ 1999 թվականին։ Նրա կյանքը տևեց 79 տարի։ Նա տեսավ Խորհրդային Միության ծնունդը, աճը, ստագնացիան եւ փլուզումը։ Նա ծառայեց համակարգին ողջ իր կյանքում, եւ երբ համակարգը փլուզվեց, նա շարունակեց ծառայել արդեն նոր համակարգին։ Նա չդարձավ հայտնի, նա չդարձավ հիշելի, բայց նա արեց, ինչ կարծում էր, որ ճիշտ է, եւ գուցե դա բավարար է մեկի կյանքի համար։ Ոչ հերոսություն, ոչ դավաճանություն, պարզապես ապրել, աշխատել, փորձել, եւ ապա անհետանալ, երբ պատմությունը որոշում է, որ քո ժամանակը անցել է։ Հարցը, որով մենք սկսեցինք այս պատմությունը, հետևյալն էր. երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու ով ես։ Սուրեն Հարությունյանի պատասխանը. դու ես մարդ, ով ծառայել է համակարգին, որը քեզ ստեղծել է, եւ երբ այդ համակարգը փլվել է, դու մնացել ես որպես վկա այն ժամանակի, երբ աշխարհը փոխվում էր, եւ դու չէիր կարող փոխել այն, բայց դու մնացել էիր հավատարիմ նրան, ինչը դու հասկանում էիր որպես քո պարտականություն, յանություն, եւ ապա անտեսանելիություն, լռություն, մոռացում։ Բայց գուցե կա եւս մեկ բան, որ պետք է ասենք։ Սուրենը չէր խոսել իր փորձառության մասին, նա չեղավ հուշագրող, նա չտվեց հարցազրույցներ, նա չբացատրեց իր ընտրությունները։ Եվ գուցե դա էր նրա վերջին ընտրությունը, մնալ լուռ եւ թույլ տալ, որ պատմությունը որոշի, թե ինչպես հիշել նրան։ Եվ պատմությունը որոշեց չհիշել։ Բայց մենք այստեղ, այսօր, հիշում ենք։ Մենք հիշում ենք Սուրեն Գուրքենի Հարությունյանին, ոչ որպես հերոս, ոչ որպես դավաճան, այլ որպես մարդ, ով ապրեց դժվար ժամանակներում եւ փորձեց անել, ինչ կարծում էր, որ ճիշտ է։ Եվ երբ ամեն ինչ փլուզվեց, նա մնաց հավատարիմ իրեն եւ շարունակեց ապրել, նույնիսկ եթե անտեսանելիությամբ։ Դա է լինում, երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ։ Դու կորչում ես պատմությունից, բայց դու չես կորչում կյանքից։ Եվ գուցե դա ավելի կարևոր է։ Դու շարունակում ես ապրել, դու շարունակում ես աշխատել, դու շարունակում ես ծառայել, ոչ թե որովհետև դու սպասում ես հավատարմության պարգև, այլ որովհետև դա է միակ բանը, որ դու գիտես, թե ինչպես անել։ Որովհետև դու ես մարդը, ով սովորել է ծառայել։ Եվ երբ այլևս չկա համակարգ, որին ծառայել, դու ծառայում ես իդեային, որ ծառայությունը ինքնին արժեքավոր է, որ պարտականությունը ինքնին նշանակություն ունի, որ հավատարմությունը ինքնին տրամաբանություն է։ Եվ երբ դու մեռնում ես, երբ դու հեռանում ես այս աշխարհից, դու հեռանում ես լուռ, առանց ձայնի բարձրացնելու, առանց պահանջելու ճանաչում, առանց մեղադրելու նրանց, ովքեր քեզ մոռացել են։ Դու պարզապես հեռանում ես եւ թույլ ես տալիս, որ պատմությունը որոշի, թե ինչ վերլուծել քո կյանքում։ Եվ եթե պատմությունը որոշում է, որ դու չես արժանի հիշողության, դու ընդունում ես դա, որովհետև դու երբեք չես ծառայել հիշողության համար։ Դու ծառայել ես, որովհետև դա էր քո պարտականությունը։ Եվ երբ պարտականությունը կատարված է, երբ ծառայությունը ավարտված է, դու պարզապես հեռանում ես։ Դա է Սուրեն Հարությունյանի պատմությունը։ Մարդով ծառայեց համակարգին, որը իրեն ստեղծեց։ Մարդով կատարեց իր պարտականությունը, նույնիսկ երբ պարտականությունը անհնար էր։ Մարդով մեռավ անտեսանելի, բայց ոչ անգոյ, որովհետև նա եղել է, եւ դա է կարևորը, ոչ թե այն, թե ինչպես են նրան հիշում, այլ այն, թե նա եղել է, նա ապրել է, նա փորձել է, եւ դա բավարար է։
Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու ով ես։ Դու ես մարդ, պարզապես մարդ, ով փորձեց անել ճիշտը անհնար իրավիճակում։ Եվ երբ դու ձախողվեցիր, դու չդադարեցիր փորձել, դու շարունակեցիր ապրել, դու շարունակեցիր ծառայել, եւ երբ դու մեռար որպես մարդ, ով արեց ամենալավը, որ կարող էր։ Եվ գուցե դա է ամենամեծ առաքինությունը, ոչ հաղթելը, այլ փորձելը, ոչ հիշվելը, այլ ապրելը, ոչ հերոս դառնալը, այլ մարդ մնալը։ Սուրեն Հարությունյանը մարդ էր, եւ դա է նրա պատմությունը, բայց մենք պետք է խոսենք ավելի խորը այն մասին, թե ինչ նշանակում է լինել համակարգի մարդ, եւ ինչու համակարգի մարդիկ, ինչպիսին էր Սուրենը, դառնում են անտեսանելի, երբ համակարգը փլուզվում է։ Համակարգի մարդը չի սահմանվում իր անհատականությամբ, նա սահմանվում է իր դերով համակարգի մեջ։ Երբ Սուրենը ծածառայում էր Կոմսոմոլում, նա չէր Սուրեն Հարությունյանը անհատականությամբ եւ երազանքներով։ Նա էր Կոմսոմոլի առաջին քարտուղարը։ Երբ նա ծառայում էր Կենտկոմում, նա էր Կենտկոմի աշխատողը։ Երբ նա դարձավ ՀԿԿ առաջին քարտուղար, նա էր առաջին քարտուղարը։ Նրա օվությունը կախված էր նրա դերից, եւ երբ դերը անհետացավ, օվությունն էլ անհետացավ։ Դա է պատմությունը, որը տեղի ունեցավ Սուրենի հետ։ Երբ նա հեռացավ ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից, երբ պաշտոնը ինքնին անհետացավ 1991-ին, Սուրենը կորցրեց ոչ միայն իր աշխատանքը, այլ իր նույնականությունը համակարգում։ Նա այլևս չէր այն մարդը, ով ներկայացնում էր Մոսկվան Հայաստանում, որովհետև Մոսկվան այլևս չէր ուզում ներկայացուցիչ Հայաստանում։ Եվ երբ դու կորցնում ես քո դերը համակարգում, դու ով ես։ Եթե ամբողջ քո կյանքը սանքը սահմանվել է քո դերով, եթե ամբողջ քո արժեքը եղել է քո ծառայությունը, երբ ծառայությունը այլևս պահանջված չէ, դու արժեք ունես։ Սուրենի պատասխանը, այնքան որքան մենք կարող ենք իմանալ նրա գործողություններից, եղել է այո։ Նույնիսկ եթե թե ծառայությունը այլևս չի պահանջվում նախկին համակարգից։ Ծառայությունը կարող է շարունակվել նոր համակարգում։ Նույնիսկ եթե դերը փոխվում է, մարդը չի փոխվում։ Նա շարունակեց ապրել, աշխատել, ծառայել։ Բայց այս ընտրությունը, շարունակել ծառայելը, երբ ծառայության սահմանումը փոխվել է, նշանակում է ընդունել մի նոր տեսակի անտեսանելիություն։ Քո նոր ծառայությունը երբեք չի լինի այնքան տեսանելի, որքան նախկինը։ Քո նոր դերը երբեք չի լինի այնքան կարևոր, որքան հինը։ Քո նոր օվությունը երբեք չի սահմանվի քեզ այնպես, ինչպես հինը սահմանում էր։ Եվ Սուրենը ընդունեց դա։ Նա դարձավ դիվանագետ, ոչ թե վերագահ, ոչ թե նախարար, ոչ թե հանրային գործիչ, պարզապես դիվանագետ։ Մարդ, ով զանգահարում էր Մոսկվա, ով բանակցում էր, ով կկազմակերպում էր հանդիպումներ, պարզապես ծառայող։ Եվ գուցե դրանում կա մի տեսակի վսեմություն։ Ընդունել, որ դու այլևս կենտրոնական դեմք չես, ընդունել, որ դու այլևս որոշող ուժ չես, ընդունել, որ դու պարզապես մի շղարշ ես ավելի մեծ մեքենայի մեջ։ Եվ այնուամենայնիվ շարունակել աշխատել, որովհետև աշխատանքը պետք է արվի։ Եվ ինչ որ մեկը պետք է այն անի։ Կամ գուցե դա չէ վսեմություն, գուցե դա պարզապես մարդու կյանք է։ Շատ մարդիկ չեն դառնում հերոսներ, շատ մարդիկ չեն դառնում պատմության դեմքեր, շատ մարդիկ պարզապես ապրում են, աշխատում են եւ մեռնում են։ Եվ դա նորմալ է, դա է կյանքը մեծամասնության համար։ Բայց Սուրենի դեպքում կա տարբերություն։ Նա մեկ անգամ եղել է կենտրոնական դեմք, նա մեկ անգամ եղել է պատմության մաս, եւ ապա նա դարձավ անտեսանելի։ Եվ այս անցումը տեսանելիությունից անտեսանելիության, իշխանությունից անիշխանության, նշանակությունից անտարբերության, դա է այն, ինչը դարձնում է նրա պատմությունը հետաքրքիր, որովհետև մենք ամենքս գիտենք մարդկանց, ովքեր երբեք չեն եղել հայտնի, բայց քանիսն ենք մենք իսկապես ճանաչում մարդկանց, ովքեր եղել են հայտնի եւ ապա դարձել անհայտ, ովքեր եղել են իշխանության մեջ եւ ապա կորցրել իշխանությունը, ովքեր եղել են տեսանելի եւ ապա դարձել անտեսանելի։ Եվ ինչպես է նման մարդը ապրում, ինչպես է նա գործում, ինչպես է նա սահմանում ինքն իրեն, երբ այն սահմանումը, որը վնա ուներ ամբողջ կյանքում, այլևս չի գործում։ Սուրենի դեպքում պատասխանը կարծես եղել է շարունակել աշխատել, ոչ թե փորձել վերականգնել հին իշխանությունը, ոչ թե դառնալ դառնացած, ոչ թե գրել հուշագրություններ, որտեղ մեղադրել բոլորին բացի ինքդ քեզ, այլ պարզապես շարունակել ապրել, աշխատել, ծառայել։ Եվ դա գուցե է ամենադժվար բանը, ոչ թե կորցնելը, այլ շարունակելը կորցումից հետո, ոչ թե ձախողվելը,
այլ շարունակելը ձախողումից հետո։ Ոչ թե մոռացվելը, այլ շարունակելը մոռացումից հետո։ Սուրենը շարունակեց, նա աշխատեց որպես դիվանագետ մինչև իր կյանքի վերջը։ Նա մեռավ Մոսկվայում, քաղաքում, որը նրան ստեղծել էր։ Եվ երբ նա մեռավ, Հայաստանը գրեց հակիրճ հոդվածներ, ոչ մեծարարողություն, ոչ ազգային սուգ, պարզապես լուր։ Եվ գուցե դա է ամենալավ ավարտը նրա պատմության համար։ Ոչ թե մեծարարողություն, որտեղ բոլորը կեղծորեն կքովեին, թե որքան մեծ մարդ էր նա։ Ոչ թե ազգային սուգ, որտեղ մարդիկ, ովքեր երբեք չեն սիրել նրան, կձևացնեին, որ վշտանում են, այլ պարզապես լուր։ Ճանաչում, որ նա եղել է, նա ապրել է, և հիմա նա մեռել է, և ապա լռություն։ Լռությունը, որը եկավ Սուրենի մահից հետո, եղել է ամբողջական։ Ոչ գրքեր նրա մասին, ոչ դասախոսություններ, ոչ կոնֆերանսներ, ոչ հուշարձաններ, պարզապես լռություն։ Եվ այս լռությունը գուցե, ասում է ավելին, քան ցանկացած խոսք կարող էր ասել։ Լռությունը ասում է, որ Սուրենը չի տեղավորվում պատմության պատմությունում, որը Հայաստանը ցանկանում է պատմել իր մասին։ Նա չի տեղավորվում հերոսների պատմության մեջ, նա չի տեղավորվում անկախության պայքարի պատմության մեջ, նա չի տեղավորվում վերածննդի պատմության մեջ, նա տեղավորվում է միայն անցումային ժամանակաշրջանի պատմության մեջ, ժամանակաշրջանի, որը Հայաստանը ցանկանում է մոռանալ, ժամանակաշրջանի, որը չի համապատասխանում ազգային պատկերացմանը, ժամանակաշրջանի, որը հիշեցնում է, որ անցումը խորհրդայինից անկախ լինելը չի եղել հարթ, պարզ, հերոսական։ Եվ այդպես Սուրենը դառնում է խորհրդանիշ այն, ինչը Հայաստանը չի ուզում հիշել։ Խորհրդանիշ համակարգի մարդկանց, խորհրդանիշ նրանց, ովքեր ծառայեցին համակարգին, խորհրդանիշ նրանց, ովքեր չեն դարձել հերոսներ, բայց գուցե հենց այդ պատճառով մենք պետք է հիշենք նրան, ոչ թե որպես հերոս, բայց որպես մարդ, որպես խորհրդանիշ նրա, թե ինչպես է լինում լինել մարդ, ով փորձում է ծառայել երկու տերերի միաժամանակ, որպես խորհրդանիշ անհնար ընտրությունների, որպես խորհրդանիշ նրա, թե ինչպես է համակարգը ստեղծում իրավիճակներ, որտեղ ոչ մի ճիշտ ընտրություն չկա։ Սուրեն Հարությունյանը չէր հերոս, բայց նա նաև չէր չարագործ, նա էր մարդ, պարզապես մարդ, մարդ, ով փորձեց անել ճիշտը անհնար իրավիճակում, մարդ, ով ծառայեց համակարգին, որովհետև դա էր միակ ճանապարհը, որը նա ճանաչում էր, մարդ, ով կորցրեց, երբ համակարգը փլուզվեց, և մարդ, ով շարունակեց ապրել և աշխատել, նույնիսկ երբ նա գիտեր, որ նա երբեք չի վերականգնի այն, ինչ կորցրել էր։ Եվ մենք հիշում ենք նրան այսօր, ոչ թե որպես հերոս, ոչ թե որպես չարագործ, այլ որպես մարդ, ով ապրեց բարդ ժամանակներում, մարդ, ով կատարեց անհնար ընտրություններ, մարդ, ով ծառայեց համակարգին մինչև վերջ, և մարդ, ով վճարեց գինը անտեսանելիությամբ։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու ով ես։ Սուրեն Հարությունյանի վերջնական պատասխանը հետևյալն է. դու ես մարդ, ով ապրել է, դու ես մարդ, ով փորձել է, դու ես մարդ, ով ծառայել է, և երբ ծառայությունը վերջացել է, երբ իշխանությունը կորցվել է, երբ տեսանելիությունը անհետացել է, դու շարունակում ես լինել այն, ինչ միշտ եղել ես՝ մարդ, պարզապես մարդ։ Դու շարունակում ես ապրել, ոչ թե փառքի համար, ոչ թե ճանաչման համար, այլ որովհետև ապրելը ինքնին արժեքավոր է, ծառայելը ինքնին իմաստ ունի, աշխատելը ինքնին նպատակ է, և երբ դու մեռնում ես գիտենալով, որ դու արել ես քո լավագույնը անհնար իրավիճակում, դու արել ես քո պարտականությունը, նույնիսկ երբ պարտականությունը անհնար էր, դու եղել ես հավատարիմ, նույնիսկ երբ հավատարմությունը չի պարգևատրվել, և դա գուցե բավարար է, ոչ հիշողություն, ոչ փառք, ոչ ճանաչում, այլ գիտակցությունը, որ դու արել ես, ինչ կարծում էի, որ ճիշտ է։ Սուրեն Հարությունյանը ապրեց 79 տարի, նա ծառայեց համակարգին ամբողջ իր կյանքում, նա մեռավ անտեսանելի, բայց նա եղել է, և դա է նրա պատմությունը, պատմություն մարդու մասին, ով եղել է, ով ապրել է, ով փորձել է, և ով վերջում մնաց հավատարիմ ինքն իրեն, նույնիսկ երբ աշխարհը նրան մոռացավ։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, դու դառնում ես անտեսանելի, բայց անտեսանելիությունը չի նշանակում անգոյություն, դու դեռ գոյություն ունես, դու դեռ կարևոր ես, ոչ թե պատմության համար, այլ քո սեփական համար։ Եվ գուցե դա է ամենակարևորը,
Պատմությունը, որը մենք պատմեցինք Սուրեն Հարությունյանի մասին, վերջում պատմություն է ընտրության մասին, ընտրության, երբ բոլոր տարբերակները վատ են։ Երբ Սուրենը եկավ Երևան 1988-ին, նա ուներ ընտրություն։ Նա կարող էր հետևել Մոսկվային և փորձել կանգնեցնել շարժումը, կամ նա կարող էր հետևել Հայաստանին և պահանջել Ղարաբաղը։ Նա ընտրեց Մոսկվան և կորցրեց Հայաստանը։ Բայց ինչ էր տեղի ունենալու։ Եթե նա ընտրեր Հայաստանը, նա կկորցներ իր պաշտոնը, նա կկորցներ Մոսկվայի աջակցությունը, և նա կկորցներ ցանկացած հնարավորություն փոխել իրավիճակը, որովհետև առանց Մոսկվայի աջակցության ՀԿԿ առաջին քարտուղարը ոչինչ չէր։ Այս էր անհնար ընտրությունը։ Ընտրություն երկու ձախողումների միջև։ Եվ Սուրենը ընտրեց այն ձախողումը, որը թույլ էր տալիս նրան գոնե փորձել անել ինչ-որ բան։ Մենք կարող ենք մեղադրել նրան այս ընտրության համար։ Կարող ենք ասել, որ նա պետք է ընտրեր Հայաստանը, պետք է ընտրեր ժողովուրդը, պետք է դավաճաներ Մոսկվային։ Բայց դա նշանակում է ասել, որ նա պետք է զոհաբերեր իր կյանքի ամբողջ աշխատանքը, իր ողջ կարիերան, իր ողջ նույնականությունը մեկ շարժման համար, որը այդ պահին ոչ ոք չգիտեր, թե հաջողության կհասնի, թե ոչ։ Դա նշանակում է պահանջել նրանից հերոսություն, և ոչ բոլորը կարող են լինել հերոսներ։ Սուրենը չէր հերոս։ Նա էր սովորական մարդ, ով ծառայում էր համակարգին, և երբ համակարգը նրանից պահանջեց ընտրել, նա ընտրեց հավատարիմ մնալ այն համակարգին, որը նրան ստեղծել էր։ Մենք կարող ենք մեղադրել նրան դրա համար, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ դա էր մարդկային ընտրությունը։ Ընտրությունը մնալ հավատարիմ այն բանին, ինչը դու ճանաչում ես, նույնիսկ երբ այն բանը սխալ է։ Եվ վերջում, երբ համակարգը փլուզվեց, երբ Խորհրդային Միությունը անհետացավ, երբ Սուրենը կորցրեց ամեն ինչ, նա ընտրեց շարունակել ապրել, շարունակել աշխատել, շարունակել ծառայել։ Եվ դա գուցե էր ավելի քան հերոսություն։ Դա էր դիմադրություն։ Դիմադրություն անտեսանելիությանը, դիմադրություն մոռացմանը, դիմադրություն համակարգի, որը ասում էր, որ եթե դու ձախողվեցիր, դու ոչինչ ես։ Սուրենը ձախողվեց, բայց նա չդադարեց լինել, նա շարունակեց լինել, և դա գուցե ամենակարևոր դասը, որը մենք կարող ենք սովորել նրա կյանքից։ Երբ քեզ բարձրացրած ուժերը քեզ թողնում են միայնակ, և դու կորցնում ես ամեն ինչ, երբ դու դառնում ես անտեսանելի, դու դեռ ունես մեկ բան։ Դու դեռ ունես քո կյանքը։ Դու դեռ ունես քո ընտրությունը՝ շարունակել, թե դադարել։ Դու դեռ ունես քո արժանապատվությունը։ Եվ Սուրեն Հարությունյանը ընտրեց շարունակել։ Նա ապրեց իր կյանքը մինչև վերջը, նա աշխատեց մինչև վերջը, նա ծառայեց մինչև վերջը։ Եվ երբ նա մեռավ գիտենալով, որ նա արել էր իր լավագույնը, ոչ թե լավագույն արդյունքը, ոչ թե լավագույն հաջողությունը, այլ լավագույն փորձը։ Եվ դա վերջում է միակ բանը, որը մենք իսկապես կարող ենք վերահսկել։ Ոչ արդյունքները, ոչ հաջողությունը, ոչ հիշողությունը, այլ փորձը, հավատարմությունը, անվախությունը շարունակելու, նույնիսկ երբ ամեն ինչ կորցված է։ Դա է Սուրեն Հարությունյանի ժառանգությունը։ Ոչ հաջողության ժառանգությունություն, այլ հարատևելու ժառանգություն։